Դուք երեկվա նիստը չեք հետևել։ Այն հարցը, որը որ վերջինն էր եւ որից հետո տեղի ունեցավ այդ Եվս մի քանի անգամ տարբեր տեղերից այդ հարցին վարչապետը պատասխանում է եւ վարչապետը նույնիսկ իր խոսքի մեջ ասում է դուք նախ սուտ եք ասում երկրորդը ես ձեզ արդեն պատասխանել եմ չեք լսում նիստը եթե գնացեք գտեք այդ բանի ես հիմա բառացի հիմա չեմ հիշում բառացի լսեք ասում եմ հետո հասարակ կգամ ստեղ եմ չէ չեմ գնացել չէ ռուզա չեմ գնացել դուք էլ չեք գնում չէ չեք գնում չէ հետ գալու է մի անհանգստացի ասում է Տանում եք, հարցերակ օրինակ, հեսա կնույն հարցազրույցը կտամ։ Չեպազրույցը կլինի հարցազրույցը, գամ քո մոտ հատուկ հարցազրույց կտամ։ Տեսեք, ասում է ճանապարհների, բառացի, ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք։ Դուրս է գալի նախարարը, պատասխանում է, ասում է հարգելիս, այն ճանապարհը, որը որ չի, լավը չի, եւ որը որ վերանորոգվում է, պետությունը դրա համար փող չի տալիս։ Այսինքն պատրաստիչը սարքում այդ ճանապարհը, գալիս են, պետությունը չի ընդունում, նույնը վերաբերում է մանկապարտեզին, նույնը վերաբերում է դպրոցին։ Լսեք, ես իրավաբան, այդ որևից է, տեսեք, բայց լսեք, տեսեք, վերջացնեմ, իսկ որտեղից դուք իմացաք անիֆի մասին, ուզում եմ իմանամ, որտեղից իմացաք, իսկ որտեղից այդ լրատվամիջոցները իմացան, կարա, ուզում եք երկիրը, փակ երկրի օրինակ բերեմ, եւ անիֆների եւ մնացածի մասին չիմանամ, դուք գիտեք, որ 2018 թվականից հետո մենք ասենք չեմ կարող հիմա շատ բան ասեմ, հիմնարկներ են եղել, որ զավոդներ են ունեցել, գտել ենք, զավոդ են գտել, ենթադրենք X կառույցը, չգիտեմ, նախարարությունը, քաղաքապետարանը, X քաղաքի, ասֆալտի զավոդ է ունեցել, դրա մասին ձեր լրատվամիջոցները ոչ մեկ չի իմացել եւ չի գրել, բայց ո՞նց իմացա, որ դրա մասին է, կամ ինչ որ մեկը ասում է, որ այդ գործը փակվավ գնաց եւ այդ գործը որևիցե բան չի լինելու, դա մեր խնդրեմն է, այդ խնդրեմը ոնց որ մնացած մեր թիմի անդամները գնացին, ոնց որ մնացած թիմի անդամները վերջին բանը գնացին նստեցին, այն մարդիկ, ովքեր որ մեր թիմն են ներկայացրել եւ նման բան են արել, կամ մեր թիմը չեն ներկայացրել, գնալու են բանդ։ Խեդի մոտիկ բարեկամին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, ինչ որ մեկի մոտ կասկած կա, որ իրավապահները գործողություն են անում, մենք չենք թողնում, կամ ասում ենք ինչ որտեղ գործողություն եք արել, դրա մասին մի ասեք։ Երեխեք, հասկացեք, իրականությունը ուրիշ է։ Այն հին իրականությունը, որոնք իրանց լեզվամտածելակերպը եւ միտքը կա, այդ չկա էլ, պրծել է, այդ իրանց տրամաբանությունն է։ Խնդրեմ, մի րոպե, հեսա նեղանալու է գնա իմ ընկերն է, ես չեմ ուզում գնալ։ Պարոն Սիմոնյան, երբ որ վարչապետը ուղիղ ասում է դու նստելու, դա քաղաքական դրամ է, թե իրավապահներին հատուցություն մեկ։ Երկրորդը դուք ասում եք, հիշեցնում եք մարտի 1-ի դեպքերը, դա իհարկե ձեր իշխանության քաղաքական կապիտալն է, դուք հենց դարձրեցիք եւ եկեք իշխանության, եթե սխալ եմ, կարող եք ուղղել դա։ Այսինքն ոնց կարելի է այն փաստը, որ այսինքն պետություն իշխանությունը Երևանի կենտրոնում դրել է 10 հոգի մարդա գնդակահարել, տարբեր տեղերից, հետևից, մեջքից, ամեն տեղից գնդակահարել է, ու դա մեր քաղաքական կապիտալ է, վերջում է տարել են նստացրել են, ասենք հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ ներարկիչներ էին գցել, շպրիցեր էին գցել, որ ստեղ նարկոմաններ են, ու մենք դա դարձել ենք մեր քաղաքական կապիտալը, դա Սերժ Սարգսյանի, որ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել եւ 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու մի հատ լրադդ քաշի գնաց տեղից, հոգիներս կերար, այդ իրանց քաղաքական սևեջերն է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում բանը գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին, գնաց Իրան, որ պետք է հիմա կսաղդ գալիս ասում եք, բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա էս, բա այլ, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան, որը որ հետո Սերժ Սարգսյանը տարավ տվեց բանը հայրուս գազարտը վերջում տվեցին բանին, ամբողջությամբ այլ երկրին։ Չեմ ասում այդ այլ երկիրը վատն է, այլ երկիրը շատ լավն է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Ու դա մեր քաղաքական կապիտալն է, սա դա իրանց ամոթն է, որ ասում ենք սենց են անում, սենց բաներ են անում։ Իշխանության ամոթը որն է, հայաթափված Արցախ։ Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը հենա, որ մենք
գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրաննիկներով եւ տներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բան, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթա, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեղ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այ ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ են խոսում, ասում ենք, ես ինչի մասին են խոսում, իրանք տարել են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայ ժողովրդին վրա։ Այդ է մեր ամոթն։